Բարև ձեզ հարգելի բարեկամներ, Նյու Յորքի արձագանք հեռուստաընկերությունը սկսում է իր հերթական հաղորդումը։ Նշենք, որ մեր ծրագրերը կարող եք դիտել նաև YouTube-ով։ Նախքան սկսելը մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, հավանեք, մեկնաբանեք, կիսվեք, եթե իհարկե ուզում եք, եւ միացրեք ծանոթությունների կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր ծրագրերը, քանզի դրանք պատրաստվում են ձեզ համար։ Թուրքիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարությունների ճնշման ներքո Լիտվայի պետական արխիվի կայքէջից հեռացվել են Հայոց ցեղասպանության մասին արխիվային հրապարակումները։ Լիտվայի կենտրոնական արխիվի ծառայության ղեկավար Ինգա Զակվասկուերեն հայտարարել էր, որ այդ հարցով ապրիլի 28-ին կազմակերպվել էր հրատապ հանդիպում Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչների հետ, որի ընթացքում իրենք ակնարկել են, որ իբր արխիվը փորձում է քաղաքականացնել հայ ժողովրդի ցեղասպանության հարցը։ Ինգա Զակվասկուերեն ասել է, որ իր ղեկավարած արխիվը ապաքաղաքական է և դա գիտական ուսումնասիրություններով հաստատված պատմական փաստերի արձանագրում է և վերականգնել է հայոց ցեղասպանության մասին հրապարակումները։ Նշենք, որ Լիտվայի Սեյմը խորհրդարանը դեռևս 2005 թվականի դեկտեմբերի 15-ին ընդունել էր բանաձև, որով դատապարտել է 1915-1923 թվականների Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը։ Նյու Յորք մետրոպոլիտեն շրջանի արձագանք հեռուստաընկերությունը նոր վեբսայթ ունի։ Հաճախելով արձագանք.tv.com կայքը կարող եք տեսնել մեր հաղորդումները աշխարհի տարբեր անկյուններից, լինի դա բջջային հեռախոսով թե համակարգիչով։ Կարող եք դիտել մեր հաղորդումները, ստանալ տարբեր տեղեկություններ և նորություններ։ Միևնույն ժամանակ կարող եք տեղադրել ձեր գովազդը կամ քլիպի տեսքով կամ ուղղակի բիզնես քարտը։ Քանզի ամեն շաբաթ հաղորդումները ուղարկվում են հազարավոր մարդկանց։ Արձագանքի հաղորդումները կարելի է փնտրել նաև YouTube-ով, Facebook-ով, Instagram-ով։ Արձագանքը աշխատում է ձեզ համար։ Զանգելանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է, որ Ադրբեջանը նպատակ չի ունեցել ոչնչացնել Հայաստանը կամ զրկել նրան անկախությունից։ Մենք ետ ենք բերել մեր Ղարաբաղը և հասել ենք այն ամենին, ինչ ցանկանում էինք, շեշտել է նա։ Ալիևը հայերին վայրենի օկուպանտներ է անվանել։ Ադրբեջանի նկատմամբ նրանց ատելության պատճառները հավանաբար պետք է ուսումնասիրեն հոգեբույժները, հոգեբանները և բժիշկները, քանի դեռ հայկական հասարակությունում գոյություն ունեն քաղաքական ուժեր, որոնք ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով, մենք պետք է զգոն լինենք, հավելել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Վերջերս ռուսական պետական առաջին ալիքի ժամանակը ցույց կտա հաղորդման ժամանակ ցուցադրված Ադրբեջանի քարտեզում չկա Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն սադրիչ և անթույլատրելի է անվանել Ռուսաստանի Դաշնության պետական առաջին ալիքի հաղորդումը։ Ըստ նրա, Ռուսաստանի Դաշնության պետական հեռուստաընկերությունը տարածում է անջատողականություն խրախուսող գաղափարներ, այդ հարցը փակված է, քանի որ ընդունվել է նաև Հայաստանի Հանրապետության ղեկավարի կողմից և Ադրբեջանը պարզաբանումներ է ակնկալում ռուսական կողմից, հավելել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։ Հարգելի բարեկամներ, սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ Նյու Յորքի Քուինս շրջանի մեր հաղորդումները ցուցադրվում են ամեն կիրակի ժամը 3-ին և ամեն երկուշաբթի երեկոյան ժամը 9-ին ալիք 34-ի վրա։
Միացյալ Նահանգների Atlantic Council վերլուծական կենտրոնը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին առաջարկել է վերացնել Ադրբեջանի զենքի վաճառքի սահմանափակումները Բաքվի կողմից տասնյակ քաղբանտարկյալների, նաև այնտեղ պահվող հայերի ազատ արձակման դիմաց, հիմք ընդունելով Սպիտակ տան հաջող գործարքը Բելառուսի հետ բանակցություններում, ինչի արդյունքում ազատ է արձակվել ավելի քան 500 բանտարկյալ։ Առաջարկի հեղինակներն են Եվրասիա կենտրոնի փոխտնօրեն Էնդրու Դանիերին և Եվրասիական կենտրոնի գիտաշխատող Մերսեդես Սապուպոն։ Միացյալ Նահանգների ջանքերի շնորհիվ Բաքուն և Երևանը կարող են ևս մեկ քայլ անել դեպի վերջնական խաղաղության համաձայնագիր, ազատ արձակելով ձերբակալվածներին։ Այդ գործարքը շահավետ կլինի բոլոր կողմերի համար, ասված է Atlantic Council վերլուծական կենտրոնի առաջարկի մեջ։ Արձագանք հեռուստաընկերությունը կազմակերպում է ճանապարհորդություն դեպի Հայաստան։ Ինչպես վկայում են նախկինում մեզ հետ ճամփորդածները, դուք կհանգստանաք թանկարժեք ու հարմարավետ հյուրանոցներում։ Ամեն օր կճաշակեք բազմատեսակ ուտեստներ առաջնակարգ ռեստորաններում, կվայելեք հայկական երաժշտությունը ու պարը։ Մեր շրջապտույտի շրջանակներում դուք կայցելեք Հայաստանի տեսարժան վայրերը, կհաճախեք թատրոններ և համերգասրահներ։ Մեզ հետ բոլոր պայմանները ստեղծված են ավելի գողտրիկ խմբով և ավելի ջերմ միջավայրում լավագույն հանգիստը անցկացնելու համար։ Զանգահարեք արձագանք հայկական հեռուստաընկերություն և վստահ եղեք, որ մենք ձեզ համար նախապատրաստել ենք Հայաստան մեկնելու լավագույն ճամփորդության ամենահարմարավետ պայմանները։ 2026 թվականի հունվար-մարտ ամիսներին որպես զբոսաշրջիկ Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի ըստ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների։ Դրանք Հայաստանում եղել են շուրջ 38 օր, որը շատ տարօրինակ է։ Նշենք, որ 2025 թվականին Հայաստան որևէ ադրբեջանցի չէր այցելել։ Հայաստանի նկատմամբ աճել է նաև Թուրքիայի քաղաքացիների հետաքրքրությունը։ Այս տարվա հունվար-մարտ ամիսներին այդ երկրից Հայաստան են մեկնել 3025 զբոսաշրջիկ, ինչը 24%-ով ավելի է, քան 2025 թվականին։ Discover the magic of M-Video Photo. Looking for high-quality video and photo services for your event? At M-Video Photo, we combine exceptional quality with reasonable prices for a seamless experience. That's why you should choose us. Our talented team delivers seamless storytelling, creating personalized packages for your special moments. With over 5,000 happy clients and a perfect 5-star rating, we've been in business since 1996, creating unforgettable memories. We offer unbeatable prices with packages starting at just $495. From video and photo to drone, photo booth, live streaming, and displays, we've got all your event needs covered. Whether it's a wedding, christening, birthday, bar and bat mitzvah, and more. Serving New Jersey, New York, Connecticut, Westchester, Pennsylvania, we offer flexible pricing with no travel or rescheduling fees. Choose from a variety of products to fit your budget. Mix and match to create your perfect package. Contact us today and use the code FAMILY to save big and make your event unforgettable. Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին առաջարկել է մեծ հզորության ատոմային էլեկտրակայանի նախագիծ, որը կծառայի 100 տարի, հայտարարել է անկախ պետությունների համագործակցության երկրների 4-րդ վարչության տնօրեն Միխայել Կալուգինը։ Միաժամանակ այն սպառողների համար բավականին մատչելի կլիներ, ինչը էապես կխթանի երկրի արդյունաբերության աճը։ Դիվանագետը շեշտել է, որ Ռուսաստանը համաշխարհային առաջատարներից մեկն է ատոմային տեխնոլոգիաների ոլորտում և մշտապես կարող է Հայաստանին փոխանցել իր փորձը և մշակումները էներգետիկայի զարգացման ոլորտում, որի անհրաժեշտությունը Հայաստանը շատ ունի, հավելել է Միխայել Կալուգինը։ Հարգելի բարեկամներ, ինչպես գիտեք, Արձագանք հայկական հեռուստաընկերությունը ոչ շահութաբեր կազմակերպություն է, որը չի ֆինանսավորվում որևիցե մասնավոր կամ պետական կազմակերպության կողմից։ Ձեր ֆինանսական աջակցությունը մեր անկախության հիմքն է։ Ֆինանսական աջակցության համար կարող եք օգտվել այս հղումից կամ գտնել մանրամասն տեղեկություններ նկարագրության մեջ։ Արձագանք հեռուստաընկերությունը ձեզ է ներկայացնում իր բազմապիսի ծառայությունները, պատրաստել վիդեոկլիպներ արվեստագետների, երգիչ երաժիշտների, մասնավոր բիզնեսների համար, որով կարող եք գովազդել ձեր գործունեությունը տարբեր տեղերում։
Արձագանքին կից գործողային վիդեոֆոտոստուդիոն նկարահանում է Հարսանյաց ծննդյան մկրտության եւ այլ անձնական տոնակատարություններ։ Վիդեո եւ ֆոտո, պատրաստում է գեղեցիկ ալբոմներ, շնորհակալական քարտեր։ Արձագանքը սիրով կարող է շնորհավորել ձեր կյանքի հիշարժան իրադարձությունը իր հեռուստաէկրանից, հաճելի պահեր պատճառելով ձեզ եւ ձեր հարազատներին, այնպես որ հիշեք, արձագանքը իր բազմապիսի առաջարկներով սպասում է ձեզ։ Իսկ այցելելով www.ainvideophoto.com կարող եք ծանոթանալ վերջին աշխատանքների սինեմատոգրաֆի ոճում։ Այսքանով ամփոփում ենք մեր հաղորդումը։ Ամբողջական հաղորդումը կարող եք դիտել www.arzaganktv.com կայքում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։